Պարոն Խուդատյան, ինչու եք դպրոցներ եւ ճանապարհներ կառուցում, այլ ոչ թե գործարաններ, ասում է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Դե պատասխան։ Որտեղ մենք գործարաններ կառուցելու լիազորություններ մեր նախարարությունը չի ունեցել Հայաստանի պատմության որևէ ժամանակահատվածում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը գործարան չի կառուցել, այլապես այս նախարարությունը կլիներ տարածքային կառավարման եւ օրինակ գործարանաշինության նախարարություն։ Բայց երբ դուք լսեցիք, որ քննադատության է արժանանում դպրոց, ճանապարհ կառուցելը, զարմանք ստացա, որովհետեւ գործարաններում, որոնք պիտի կառուցվեն մասնավորների կողմից, պիտի աշխատեն այն մարդիկ, ովքեր դպրոցներում պատշաճ կրթություն են ստացել, մանկապարտեզներում պատշաճ նախադպրոցական կրթություն են ստացել, հույս ունեմ, որ նաև բուհերում պատշաճ ուրեմն կրթություն են ստացել եւ գործարաններ կմտնեն որպես լավ մասնագետներ։ Բայց նա մեկ դպրոցի օրինակով է, Բերմեդովկա, հա, գյուղը կարծեմ, ասում է ինչու եք $2 միլիոն այնտեղ ծախսել, երբ որ կներեք հարցը, եթե կարելի է վերջացնել, Մեդովկայի Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերի, Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի երեխաները արժանի են լավ դպրոցներում, լավ կահավորված դպրոցներում, նորակառույց, հարմարավետ, ապահով դպրոցներում, լաբորատորիաներով եւ այլ գույքով հագեցած դպրոցներում կրթություն ստանալու։ Նա ասում է այնտեղ 6 առաջին դասարանցի կա եւ ասում է կարելի է օրինակ ոչ թե նոր դպրոց կառուցել, այլ վերանորոգել եղածը եւ այդքան մեծ գումար չծախսել։ Այն բոլոր տեղերում, որտեղ մենք դիտարկում ենք դպրոցների վերանորոգումը, հիմնվում ենք բոլոր դեպքերում գոյություն ունեցող շենքի ուրեմն տեսակի եւ սեյսմիկ եզրակացության վրա եւ այնտեղ որտեղ հնարավոր է հիմնանորոգել դպրոցները, մենք այնտեղ հիմնանորոգում ենք, այնտեղ որտեղ հնարավոր չի հիմնանորոգել դպրոցները եւ անհրաժեշտություն կա կառուցել նոր դպրոցներ, մենք այնտեղ կառուցում ենք նոր դպրոցներ, պնդելով, որ Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաները արժանի են լավ կրթություն ստանալու, լավ միջավայրում կրթություն ստանալու, որակյալ եւ բազմակողմանի կրթություն ստանալու։ Կներեք, այդ դեպքում ինչու կառավարության այս չէ նախորդ նիստի ժամանակ որոշվեց Վայոց ձորում մի դպրոցը միացնել մյուսին, համայնքների անուններ կարծեմ դուք կհիշեք։ Չեմ կարող, ինֆորմացիան չունեմ, ըստ երևույթի նիստին չեմ մասնակցել։ Մեր նախագիծը, այսինքն մեր նկատի ունեք տարածքային կառավարման եւ շատ լավ, ես եմ եղել զեկուցող, ես տենց հարց չեմ զեկուցել, բայց խոսք եմ տալիս կծանոթանամ կասեմ, որտեվ մեծ հավանականությամբ մեր նախարարությունը այդտեղ գործառույթ չի ունենա։ Հա, չկներեք, լավ կգմսեի նախագիծներ։ Այ տեսնում եք, զարմացրեցիք։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նաև քանի որ ձեր ոլորտն է էներգետիկայի Հարգելի գործընկերներ, մեր ոլորտը էներգետիկայի ապահովելն է, մեր ոլորտը էներգետիկայի քաղաքականությունը ապահովելն է եւ մեր ոլորտը էներգետիկ ենթակառուցվածքների լավ վիճակը ապահովելն է։ Հետևաբար հարցը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի տիրույթում է, կարծում եմ այդ հարցը նաեւ օրեր առաջ պարոն Մեսրոպյանին տալու եւ պատասխան ստանալու հնարավորություն ունեցել։ Քաղաքական նշանակություն ունի եւ մենք որոշում ենք էներգետիկ ոլորտի քաղաքականությունը, մենք չենք որոշում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները եւ խիստ կասկածում եմ, որ այդ հարցի մեկնաբանությունը այնպիսին է, ինչպես ընդդիմությունն է այդ հարցը մեկնաբանում, բայց ավելի մանրամասն մեկնաբանություն ստանալու համար առաջարկում հարցը ուղղել ոլորտի պատասխանատուներին։ Օրինակ չէ՞ք ցանկանա, որ հիմա հոսանքի գինը իջներ։ Ոչ թե ընտրությունների նախաշեմի։ Նայած ինչի հաշվին է հոսանքի գինը իջնում։ Եթե հոսանքի գինը հարգելի գործընկերներ, եթե հոսանքի գինը, ես այդ հարցին չեմ ուզի անդրադառնալ ինչ-որ մեկի շահույթի համատեքստում, ես կուզեմ հետևյալը ասել, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ցանկացած փոփոխություն լինում է ինչ-որ բանի հաշվին։ Եթե օրինակ մենք շարունակենք ենթադրենք կառուցել 500 կիլոմետրի փոխարեն 1000 կիլոմետր ճանապարհ, դա մեծ հավանականությամբ կլինի դպրոցային ծրագրի շարունակության հաշվին։ Եվ հետևաբար դա եթե էլեկտրաէներգիայի սակագինը ենթադրում է դա իրականացնել ենթակառուցվածքները ավելի մաշելու հաշվին կամ ենթակառուցվածքների զարգացումը արգելափակելու հաշվին, ապա դա այլ հարց է։ Եվ պարոն Խուդատյան, հայտնի է, որ էներգետիկ ոլորտի փոխնախարար չկա, դուք եք համակարգում աշխատանքները եւ եթե հիմա դուք գնում եք 2 շաբաթով արձակուրդ էներգետիկ ոլորտի աշխատանքները համակարգում են էներգետիկ ոլորտի գործընկերները, համակարգում է նախարարը, համակարգում է էներգետիկ համակարգի օպերատորը,
ոլորտային մասով համակարգում են ոլորտային առանձին պատասխանատուները, համակարգում են էներգետիկայի վարչության գործընկերները, այսինքն էներգետիկ ոլորտը չի համակարգվում մի անձի կողմից եւ հետեւաբար մի անձի նախարարության առումով հիմա եթե փոխնախարար չունենք այդ գծով դուք էլ ասել եք որ դուք եք հա այդ պարտականությունները կատարում հիմա դուք էլ որ գնաք Արցախում մենք նախարարությունը վերջին ամիսների ընթացքում ուրեմն համալրել ենք բանիմաց գործընկերներով, ովքեր անխափան իրականացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի համակարգումը եւ էներգետիկ ոլորտի աշխատանքը։ Շնորհակալություն։ Փոխնախարար չունենք, առաջիկայում կունենանք։ Այո, առաջիկայում կունենանք։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։